Չորրորդ օրն է Սահմանադրական դատարանը քննում է ընտրության արդյունքն համավետ ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ ընդդիմադիրների դիմումները։ Հանգստյան օրերին շաբաթ եւ կիրակի եւս աշխատած բարձր դատարանը հարց ու պատասխանի փուլում է։ Դիմող եւ պատասխանող կողմերին ՍԴ դատավորներն են հարցեր ուղղում։ Պարոն Օրբելյան, ձեր հաշվարկներով քանիսն է, որքան է կազմում այն ընտրական տեղամասերի թիվը, որտեղ դուք վեր եք անել, ի հայտ եք բերել այդ օրինակ ենթադրյալ անհամապատասխանություններ։ Բարձր դատարան վերլուծություն եմ իրականացրել ISO 9001-ի եւ Sigma 6 ստանդարտի համապատասխան, որը որակի վերահսկողության ստանդարտն է համապատասխան տվյալների մշակման դեպքում, եւ վերլուծությունը ցույց է տվել, որ բացարձակ թվերը, եթե չհաշվենք կուսակցության անցողիկ շեմը, կարող էր համարվել թույլատրելի, սակայն կա հսկայական շեղում։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի գնահատմամբ եզրակացության համաձայն խախտումներն ու շեղումներն այնպիսին են, որ հիմք է տալիս կասկածի տակ դնել հաշվարկի ամբողջ գործընթացը։ 300 տեղամասում առնվազն մասնակիցների թվի եւ բանի հետ կապված այդ քվեատուփում արկա բյուլետենների քանակի միջև կա հակառակականություն, այսինքն կա քվեարկող, չկա բյուլետեն։ Դա կարող ունենա տարբեր պատճառներ, ինչպես նշեցի, երբ որ գումարում ենք այն վերևի 100-ը, գալիս է 20% շեղումներ։ Երրորդ կողմի քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին դատարանը նույնպես հարցեր ուներ։ Դատավոր Շաթիրյանին հետաքրքրում էր թեկնածուների հռետորաբանությունը։ Ասում են, նախընտրական քարոզչության եւ դրան նախորդող ժամանակահատվածի մասին ԵԱԿ ԺՄԻԳ եզրակացության մեջ տեղ գտած գնահատականն այն է, որ քարոզարշավն աչքի է ընկել պառակտող սադրիչ հռետորաբանությամբ, իսկ ընտրությունն անցկացվել է խիստ բևեռացված միջավայրում։ Հռետորաբանությունը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի կամ արտահայտության վրա, հարցնում է դատավորը։ Ասվում է, որ վարչապետը ասել է, ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել, մտածել են զոհման, այս բառը օգտագործեց ներկայացուցիչը, եւ դրանից հետո անհասկանալի է ինչ է եղել, օրինակ մարդիկ վախեցել են դրանից, գնացել են ընտրել են, թե ոչ։ Իրականում քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում մենք կարող ենք խոսել նույնիսկ ինչ-որ առումով ռեյտինգի նվազման մասին։ Վարչապետը ասել է Ռոբին էլ, Սերժին էլ, սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու, քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը։ Բարձր դատարան բերված հարցերից մեկի վերաբերյալ դատավոր Շաթիրյանը դիմեց ԿԸՀ նախագահին։ Հարցի պատասխանը Վահագն Հովակիմյանը չգիտեր։ 3 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչվելու պարագայում, չճանաչվելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհաղթահարեր 4%-անոց շեմը։ Ես չգիտեմ, որովհետև ես այդ 3 տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ։ Ես պայմանականորեն եմ ասում, պարոն Հովհաննիսյան, ես հարցի, որովհետև ես խնդիրը այս է, երբ որ չունենք վավեր քվեարկության արդյունք, իսկ ընտրական օրենսգրքի տեսանկյունից, եթե չկա վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները 0 են։ Դատավոր Սեդա Սաֆարյանի հարցերն ընդդիմադիր 3 ուժերին էին ուղղված՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքներին։ 3 ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ 3 ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Մեծարգո նախագահող խնդրում եմ այսուհետ եւ մի անգամ էլ եմ խնդրում 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի քաղաքական ուժից երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաև բացակայող 2 դատավորներից որևէ մեկին քննարկեն Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո։ Տիկին Սաֆարյանի հարցը 3 կուսակցություններին եւ դաշինքներին մենք կճշտենք որ դաշինքների եւ կուսակցության մասին է։ Ուժեղ Հայաստանին ավերաբերվում եւ Հայաստան դաշինքին։ Երրորդ ուժն էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նկատի ունեք, թե Ես Բարգավաճին իրենց հետ կապված նման հայտարարություն չեմ հիշում։ 3 ուժեր ասացիք, Տիկին Սաֆարյանի։ ասած 3 ուժեր, բայց չասած որ ուժեր է։ Սաֆարյանը շարունակեց հարցը, որն ըստ ընդդիմության ներկայացուցիչների ոչ թե իրավական տիրույթում է, այլ քաղաքական հայտարարություն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար
Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին ասեմ, դրան հաջորդել են նաև որոշակի գործողություններ լարսում գործարարներին զրկելու իրենց Բարձր դատարան, խնդրում Մի եմ վարքյան, Բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ ասում եմ կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սայից հետո առանց դատանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն Բարձր դատարան առարկությունները Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Հարցի անվան տակ Սաֆարյանը հստակ պնդումներ է կատարում եւ նրա նիստին մասնակցելու անհնարինության բոլոր հիմքերը կան, ասացին դիմողների ներկայացուցիչները։ Եթե հարցադրումը լիներ, իսկ չեք կարծում, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում Ռուսաստանի գործողությունները, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում, չգիտեմ, Իսրայելի, Պարսկաստանի, Չինաստանի գործողությունները, կլիներ լրիվ թույլատրելի հարց եւ կարող ենք այդ հարցին պատասխանել։ Ամենամեծ խնդիրը առաջացավ հետեւյալ պնդման հետ կապված։ Արդյոք ազդել են ընտրությունների վրա, որ Ռուսաստանը ի օգուտ ընդդիմադիրների գործողություններ է կատարում։ Հիմա արդյոք ազդում է կարող է համանդրական դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալ լինել։ Այս հարցը թույլատրելի հարց է, թե ոչ։ Շատ պարզ հարց եմ տալիս։ Սեդա Սաֆարյանի կողմնակալ եւ ելքով շահագրգիռ լինելը ազդելու է արդյոք գործի ելքի վրա։ Որ օտարերկրյա պետություններն առաջին դեմքերի մակարդակով միջամտել են ընտրական գործընթացին, փաստ է եւ աջակցությունն ըստ Օրբելյանի եղել է անվանական, կոնկրետ մարդուն նշելով։ Թրամփը ընտրություններից առաջ ասել է, ես ամբողջական աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, միասին կառուցելու ենք ինչ որ ձևակերպումը հիմա ձեռից տակ չի։ Դա էլ դրանից էլ ոնց որ այն կողմ պետք է լիներ, որ եթե գնաք ընտրեք, ձեզ չգիտեմ, փող եմ տալու Հայաստանի Հանրապետության անձանց չէ։ Ինչա ինքը արել դրանից հետո։ Ինքը ասել է, չէ, դե ուրախ եմ, որ պարոն Թրամփը ասեց, բայց կապ չունի, մենք դրանից անկախ ենք։ Չէ, դա դարձվել է օրակարգի հարց։ Քննությունը շարունակվում է։ Որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։